Ես այստեղ եմ միայն Արզուրում Բեբայանի խնդրանքով եւ իմ, այսպես ասած, եվրոպական փորձ ու կենսափորձ ու ցես պատմել եւ կնարգենք երևի այդ ընթացքում հարցեր կլինեն, պատասխաններ եւ ըստ դրանով կշարժվենք։ Հիմա ինչ է մարդը, բանով դիտես, սկսենք այդ քննարկմանը, որովհետեւ այդ որ ասում են մարդ, էթնիկ ծագում, մշակույթ, պատմամշակույթ եւ այլն, դա ամբողջը կա, բայց դրանք շերտեր են։ Մարդը մի բան է։ Մարդ իր ծնված օրը կոդավորված է, մարդ կոչված է, իր ծննդյան օրը մի հատ կոդ ունի իր հետ, այդ science fiction ֆիլմեր կա, չէ, ասես մարդուն բանան անում, մեջը մի հատ փչիչ ընդունում բան։ Պատկերացրեք, մարդը իրոք այդպես մեջը փչիչով ծնվում է, այսինքն մարդ բարարած է, ես երրակոտ։ Հիմա ես մի հատ քիլք եմ բերել ձեզ, էննեագրամ անունով, սա գիտություն արդեն լուրջ, համալսարանները սկսել են սրանով զբաղվել, ուրեմն այս էննեագրամը հենց Պսիխանալիզմի մասին աշխատանք կատարող Զիգմունդ Ֆրոյդից հետո, չէ, հայտնի հոգեբան, ավստրիացի, ծագումով Զիգմունդ Ֆրոյդի պսիխանալիզմի արդիվ դեսության վրա աշխատել են բավականին մարդիկ եւ հենց Փարիզում կար մի ինստիտուտ այդ ժամանակաշրջանում Սորբոնի համալսարանի մոդիկ, լատինական թաղամասում, որտեղ մարդու ներաշխարը, դրա ցկտումները, մարդը ինչ որակներ է ունենում իձն է, դրանք ոնց են զարգանում ընթացքում, դա ոնց կարող է չարի դանի, բարի դանի եւ այլն դրա արդիվ աշխատել են եւ հենց շատ հետաքրքիր է որ մոտ մի 20-ի մոտ, գիտության լուրջ, այսպես մարտաբանությամբ զբաղվող այդ հատվածը, որտեղից որտեղ այս ֆաշիստական Գերմանիայի, նացիզմի թեր 20-ական թվականներին գազམ་ագերբչական ժամանակահատվածում հայտնել են Ադոլֆ Հիտլերին ուղղակի, ասելով որ լսի, շատ լուրջ մի բան կա, համագարկ, աշխատում են դրա վրա մարդիկ, բոլորը հրյա են այդ աշխատողները, յուրաքանչյուրը, եւ կարելի է նրանցից իմանալ ինչպես կարելի է հասարակության վրա ազդել, գիտեք, Հիտլերը ինչքան մեծ գործ արեց, չէ՞, ամբողջ Գերմանիայի ժամանակաշրջանային իշխանության գալ, Ռուսիայի նման մի հատ պետության ու նացիոնալ սոցիալիզմը, այսպես ասած, վերցնել իշխանությունը, կառուցել Գերմանիան եւ այլն, սանա, այդ ամբողջ Գերմանիայի մասին է խոսքը հիմնված է էննեագրամի վրա։ Սա փաստ է։ Ուրեմն աշխարհում այսօր երկու հատ պետություն կա, մեկը Գերմանիա, երկրորդը Իսրայել, էննեագրամով են իրենց պետական պաշտոնյաները նշանակում գործի։ Ինչ է էննեագրամը։ Էննեագրամը մարդուն ծնված օրը իր հետ միասին գենետիկորեն գրած բաներից բացի ուրեմն այդ կոդավորման բացահայտումն է։ Ես օրինակ համար ծնվել եմ 12 փետրվար 62 թիվ։ Դուք 12 փետրվար 62 թիվ աշխարհում ծնված ինչ կա մարդ կա խնդրում եմ, բան արեք, վերլուծեք, գտեք այդ մարդկանց, կարևոր չէ Չիլի, Ճապոնիա, Ավստրալիա, հայ, սարի գլխին, չոբան, թե գիտնական 99%-ով նման են այդ մարդիկ իրար։ Շատ յուրահատուկ բան է սա։ Այդքան են նման, որ մեկը մյուսին գիտի դա ինչին է ընդունակ շատ լավ։ Եվ արդեն Ֆրանսիան այս մարդկանց այդ գիտական խումբը ինքը ներդրել է իրեն ազգային ավանդական համագարկի մեջ ու մարդկանց հենց այդ իրենց ծննդյան թվականով սկսել են բնորոշել, որ դրանից ինչ կարելի է սպասել, այդ մարդը որ դեպքում ինչ կանի, իրեն ինչպես կդրսել, որ իր ռեակցիոնը ինչպիսին կլինի թե չի լինի եւ այլն, եւ սա այդքան է ճշգրիտ, այդքան շշմելու բան է, սա մաթեմատիկա է, արիթմետիկա, ալջեբրա, կարող եք ծայրիծայր բան անել, բոլոր լեզուներով կա, ցանկացած մարդուն ձեզ ծանոթ, խնդրում եմ, դվեք տվյալները, մնացեք մի հատ էսենց մեքենա, դու մարդուն տվյալը տալիս ես մեջը, մեքենան սկսում է ֆռալ, շատ տանում է, ու այդ մարդու մասին տվյալ է հաղորդում քեզի, այսպես մի հատ թուղթի վրա, դրական բացասական կողմերը, ինքը, այս ինչ վիճակում սա անելու ընդունակ է, այս վիճակում սա եւ այլն։ Մարդ կոչված է, որ տարբեր գիտական մոդեցումներով ասում են մարդու այդ ամբողջ աշխարհի մոտավորապես 80%-ն է իրագործել, այդ 20-ը միշտ մնում է մի դեր, 20-ը կարծես թե այսպես բան էլի, գույս, այդպես, որ ձեր չես տվել է դենց է մտնում, ու երբ որ հիմա արդեն շատ է մտել մեր կյանք ՕԳԳ են ասում, չօգտակար գործողության կորձագիծ, յուրաքանչյուր մարդ ունի ՕԳԳ, ֆուտբոլիստները, արվեստագետները, երաժիշտները եւ այլն եւ այլն։ Մարդու ՕԳԳ-ն
ամենաօպտիմալ, եթե ուզենաս ստանալ Իրանից, մտածի մարդը ասենց լիմոն է, եւ լիմոնից դու հյութ պիտի կամես, ես ուզում եմ քո ամբողջ հյութը կամել ես բաժակի մեջ, ինչ անեմ մոտավորապես 60-ից 65%-ն է դուրս գալիս։ Եթե էննեագրամը գիտես մարդուն, այդ մարդուց ստանում ես 80%, ուղիղ 80%, որ հնարավոր չի, այդ մարդուց ստանաս այդ բաները, նորմալ պայմաններում չես կարող ստանալ։ Հիմա իրենք այս էննեագրամի բացահայտումը գիտության վերածելու ժամանակ Հիտլերը սրանց այդքան է բանի տակ պահել ու հրեաները իմացել են, որ եթե դա Հիտլերը ամբողջությամբ դիրապետեց դրան ու դրա այդ կոնֆլիկտային վիճակը, այսին հագարակ ճամբարներում են հայտնվել, ուրեմն իրենք գոռած են, որովհետև ինքը արդեն իմանա, այդպես ասած, թիմացինին զինադեսակը եւ ըստրանալ գվարվի եւ այդպես էլ արել է ամբողջ բանակի գառուցումը SS-ների ուրեմն Գերմանիայում շինարարությունը այդ որ գա Գերմանիան միակ երկիրն է, որը հնարավոր չէ աշխարհում, դու դա կարողանաս զավթել։ Այդքան համահավաք եւ համադարած է Գերմանիան, Համբուրգը Բերլինից ոչինչով չի տարբերվում։ Էսսենը Քյոլնից, Մյունխենը Նյուրնբերգից, Շտուտգարտը Վիսբադենից, հնարավոր չի։ Գնացեք ցանկացած գերմանական քաղաք, խնդրում եմ, ես 87 տեղ եմ ստացել, համալսարան եմ ուսանել Գերմանիա, կարող ես մի հատ քաղաքը զավթել, երկրորդը կա, երրորդը կզավթես, երրորդը կա, երրորդը կզավթես, չորրորդը կա։ Դու չես կարող Գերմանիան զավթել, դա անհնար է։ Ֆրանսիան երկու ես կզավթես, առանց խնդրի։ Հիմա ես մի հատ բանակ ունենամ, կմտնեմ Մարսելից 2 ժամ հետո չկա Ֆրանսիան։ Դրա համար Գերմանիան շատ արագ կարողացավ մինչև Մարսել իջնել Նիցա, այսինքն հնարավոր չէ։ Չնայած դիմադրություն չեղավ Ֆրանսիայում, բայց ես բանն եմ պատմում ձեզ երկրի իրավիճակը էլի ինչպիսին է։ Ինչու է այդպես։ Գերմանացին երբ որ մի մարդուն ինչ-որ բան է վստահում, այդ որ ասում են գերմանական ժամադրություն, չէ, գերմանացու նման ճշգրիտ, բան, ժամացույցի նման օրինակ են տալիս ոսկերչական գործողություններ Շվեյցարիա, Գերմանիա, օրինակները դրանք են, մարդիկ կոդավորված ինչ-որ առաքելություն կատարելու փիչ չկա իրենց մեջ, այսինքն իրենք ենթակա կատարող են։ Արավոտյան Գերմանիայում, եթե Արավոտյան 4-ից 6 մետրո գնաք, մետրո, նստեք մարդկանց նայեք, միան ուշ բան մի արեք, կամերաները դրեք ասենց, գերմանացուն նկարի, էլի, գերմանացին մրջում է, այդ որ ասում են բան, մեղուների համագարկը, չէ, այդենց, այդ հիերարխիայով մարդը գնում է ինչ-որ բան կատարելու, Ջորջ Օրվելը, որ 1984-ը գրել է, դա տիպիկ Գերմանիա է, յուրաքանչյուրը ինչ-որ գործողություն կատարող բան է, մեկը բոլտ է, մյուսը կայկայ է, մեկը շիշ է, մյուսը վրայի բիդակն է բան, բայց այդ ամբողջը գերմանացին ամբողջականացրել է և մի հատ պրոդուկտ ամբողջությամբ մի համագարկ գործում է այդ բանով։ Ուրեմն սա իրենք այս էննեագրամի հաշվին են անում։ Փոքր ժամանակ իրենք երեխաներին վերցնում են դեռ մանկաբարձից քինդերգարտեն, սկսում են դրա այսպես ասած զարգացումը գերմանացուն, կամ Գերմանիայում ապրող մարդուն, անպայման չի գերմանացուն, ես սիստեմն եմ բացատրում, եւ այդ մարդը փոքրուց ըստ իր, այսպես ասած, նախասիրությունների զարգացում է ապրում եւ հասնում այդտեղ, որտեղ որ ինքը պետք է հասնել։ Դրա համար իրենք արտագաղթող երաժշտական բան ունեն, աշխարհում մեկ բավականին քեր զարգացած կարելի ասել։ Ֆուտբոլի թիմի օրինակը Գերմանիայում ոչ մեկ չի կարող կերազանցի, անհատական խաղ աշխարհում ով ասես կլինի, Պելեն գերմանացի չի, բայց Բրազիլիան Գերմանիա չի։ Յուրաքանչյուրն են Պելե Գերմանիայում։ 11 հոգի դա 11 գործ կատարող մարդ է։ Աշխարհում ոչ մի թիմ Գերմանիայի օգտակար գործողության գործողիցի ցուցանշանը չի կարող գալ։ Ամորացեք, հնարավոր չի։ Փորձի քեզ գոդորի, ճապոնացի դարձի, աչքերը չեղլինի, սոնին արդատրի, չգիտեմ բջիջներ արա չես հասնի դրան։ Դա իրենց գենետիկ եկած բանն է, որ շարունակվում է մինչև հիմա։ Հիմա սա հрьяաները տեսել են, ապրել են, աշկենազ հрьяաների մասին է խոսքը։ Ես պիտանցնեմ հрьяաներին, որովհետև Ֆրանսիայի գենսապորցը հрьяաների օրինակով ուզում եմ ձեզ բացատրել, ինչ որ ազորնի խնդրանքն է, էլի։ Գիտեք, 2000 տարի Պաղեստինից սերացած, Եգիպտոսից դուրս եկած, հрьяաները աշխարհում մեկ թափառում են, չէ՞։ Մինչև 1948 թիվը դեպս դա, ուրեմն դրանից 50 տարի առաջ որոշեցին, որ պետք է մի քաղաքապարախոսություն, որ իրենց կողքովի բերի, իրենք ունեին իդեալ, վերադարձ հայրենիք, վերադարձ այսպես ավետյաց երկիր,
երազանք, Իսրայելի երազանքը 1896-ին առաջին կոնգրես արեց սիոնիզմը, 1948-ին Իսրայել պետության հռչակ հանգապետություն։ Այսին Մարտը ասել էր, երբ որ քիրքը գրեց այդ Թեոդոր Հերցլը, «Die jüdische Staat», այսին հրեական պետություն անունով սիոնիզմի, այսպես ասած գաղափարախոսությունը, որ հավաքել է մեջը, ասեց 50 տարի հետո լինելու է Իսրայել պետություն, 48 տարի հետո եղավ Իսրայել պետություն։ Նման բան չի աշխատում, որ մեկը այսպես նստի քեզ ասի, որ այսքան ժամկետում սա պիտի լինի, դուք որ մեծ մասը խորհրդային միության ժամանակաշրջանից ում դեք այստեղ 5 տարվա պլաններ չէ, պլան են կրում մարդիկ, կատարում էր, քերակատարում էր, ասնում եւ անցնում էին Ամերիկային, չէ, այս ամբողջը լոլո անցեք։ Իսրայել պետության ստեղծումը լոլո չէ, դա փաստ է, բոլորի աչքի առաջ կատարվեց աշխարհում, ինչ դեղ ունեցավ, բոլորս գիտենք, պատմությունը գիտենք եւ այն, ինչպես արեցին այդ մարդիկ։ Ինչ եղավ, որ այս կամ մաթեմատիկական ճշգրտությամբ Արջևը դներ իր այդ նպատակը եւ հասներ մարդը նպատակին, չէ։ Ասեց, ես պիտի ժամացույց ունենամ, չունեմ հիմա, ես ժամացույցը իր թևի վրա դեսա։ Եվ այսօր այդ ժամացույցը գրեթե բոլորը դալ գիտեք, աշխարհակալ թիրքերից հանդես է գալիս, չէ։ Այդ մի հատ փոքրիկ պետություն, գրեթե մեր հողի չափ, Հայաստանի չափ մի հատ դեղ, սենց ամբողջ կողմերով շրջապատված պատիծովից թշնամական վերաբերմունք իր հանդեպ, չէ, բոլորը ուզում են թքել խեղդել այդ բանին, բայց թելադրող է, որովհետև այլ բան չունի, ջար չունի, վիճակ չունի, պատկերացրու մի հատ մուկ է սենյակում գաղուների մեջ, ամեն դեր գաղում մի հատ մուկ, ինչպես պիտի ապրի այդ մուկը, իր խելքի հաշվին, ուրիշ ջար չունի, գուտեն գաղուներ իրեն, մի հատ չան չգտա, գնաց, արդեն փերանի մեջ է ստամոքս, ինքը որոշեց, որ ինքը գուլ չի գնալու, այսինքն ժողովրդի մասին է, հրեա ժողովրդի մասին է։ Ինքը որոշեց, որ ինքը պիտի լինի, իր դեղում, ինքը չուներ իր դեղը, ինքը այլ դեղ էր մինչև այդ։ Առաջին անգամ ինքը իր դեղում է, իր ոտքերի տակ հող կա, այդ հողի վրա կանգնած է, դա իրենն է, եւ դա պիտի աչքի լույսի նման բայի, բաղբանի, պայպայի, եւ դա պիտի սիրել դա, պաշտպանել դա յուրաքանչյուր հրեային, որը աշխարհում կա։ Սա մի սիստեմ է, համագարկ է, որը հենց Իսրայել պետության ստեղծման սիոնիզմի գաղափարախոսությունը հենված է դրա վրա, որը կատարեց։ Ինչպես կատարեց, ուրեմն մի հատ բուրգ են գծել իրենք, հիերարխիկ վերևից ներքև համագարկ է գործում։ Ուրեմն համայնքային բոլոր գետտոյում, գետտոյացած էին ապրում հրեաները, թե աշքենազները, թե սաֆարատները։ Չիմացողների համար միայն ասեմ, որ սաֆարատ աշքենազ դարբերությունները, որ եվրոպական հատվածում սլավոնական պետությունները, Ռուսաստան, գոյություն ունեցող հրեական համայնքները աշքենազիներն են, ցեղական որևէ դարբերություն չունեն, նույն այսպես ասած հրեա ժողովրդի էթնիկ տարրն են, ամբողջ մշակույթով են շատ քիչ տարբեր, սաֆարատները նրանք ովքեր փնիկ Իսրայելից, Պաղեստին, Եգիպտոսից, այսպես ասած բանով անցած Հյուսիսային Աֆրիկա, Թունիս, Ալժիրիա, Մարոկ, այդտեղից ուրեմն Իբերիա, Պորտուգալիա, Իսպանիա դեղավորված, հետո նաև Ֆրանսա, քիչ, բայց այդտեղ Իտալիա, այդ հատվածն է, սաֆարատ հատվածը։ Ուրեմն երկփեղկված մի հատ ժողովուրդ են հրեաները, որտեղ իրենց պատմության մեջ, որտեղ որ գտնվել են, իրենց այսպես ասած հուդայական հավատքի կամ մոսեսական հավատքի մի քանի դարբերակի պահպանմամբ իրենց ազգային ինքնությունն են կերտել։ Ազգ իբրև այդպիսին էթնիկ միավոր հրեան գոյություն չունի։ Իբրև հավատանք, այսինքն այդ հավատի մարդ հրեան կա։ Ես սա շատ լավ գիտեմ, մանկությունից գիտեմ, իմ ծնված քաղաքը ամենակոսմոպոլիտ քաղաքներից ես Գիլիգիա եմ ծնվել մեծացել, Ալեքսանդրետ, իրենք սինագոգ չունեին, բայց մի հատ տան մեջ հավաքում իրենց աղոթքն էին անում, մենք ունեինք 3 եկեղեցի, հույներ ունեին 4 եկեղեցի, իտալացի կար, շվեյցարիացի կար այդ քաղաքում, որտեղ ես ծնվել մեծացել եմ, հայոց ծոց, Գիլիգիա, Ալեքսանդրետ, հիմա էլ կա այդ նույն եկեղեցիները բաները, հրեաները հիմա էլ սինագոգ չունեն այդտեղ, բայց դիրավետող ուժն են այդ ամբողջ քաղաքի, շատ քիչ են իրենք թվականագով, բայց դիրավետող ուժն են, շատ աշխատասեր, ես մանկությունից գիտեմ իրենց Չարաչ որ ասեցի մրջունի նման են այդ իրենք, յուրաքանչյուրը։ Մրջունները, եթե դուք տեսնեք մրջունները ոնց են գերը հայթայթում եւ դանում, իրենց տեղը, կհասկանաք ինչ անել էլի։ Այսինքն ինքը շատ լավ հասկանում, ինքը սոված է, իրեն ուտելիք է պետք։ Յուրաքանչյուր մարդ սովազանում է, ֆիզիկական բան, ինքը ուտելիքը վերցնում է, դանում է իր մոտ։ Այդտեղ չի ուտում։ Ունի իր մոտ, որտեղ դանում է։
Միդեր, որտեղ ինքը կարող է բայստավորի, այդ բայստը իրենն է։ Ուրիշ տեղ ինքը բայստավորեց, երբ գալիս է, մի հատ Սարգսյանով խարոշի է գալիս, կրկին մի հատ գալիս է, իրա ձերքից վերցնում է։ Ինքը մի հատ տեղում իրա բայստավորածի դերն է, որտեղ դա Իրանն է։ Ուրեմն Իսրայել Բեդության հենց այդ ստեղծման բանը Իրանը բայստավորելու համար էր, որ հիմա այդ տեղից ամբողջ աշխարհին վրանքներ է գնում, որը կատարվում է։ Հիմա նայեք, ես 17 տարեկան էի, բակալորյան ստանալուց հետո համալսարան մտա, Սորբոնի համալսարանն եմ ուսանել, Փարիզ 4, հենց այդ լատինական տաղամաս, ու առաջին անգամ այդտեղ իմ տասադուի հետ ծանոթանալուց հետո իմացել եմ այս համագարկ կոչվածը իրենց մոտ ինչպես է գործում, Սորբոնի համալսարանը։ Ուրեմն տասադուն իմ հետ ինչ-որ խնդիր հետ կապված, ասես սենյակարի այդտեղ բաներ բիդնամ, դրանք քսերոքս կանես, կպերես կդաս, երկու աղջիկ մտավ իր մոտ, ինքը հասկացա, որ պետք չէր օդարի առաջ ինչ-որ բան ասել իրեն, ես դա դեսա, որ դեսա, որ ինչ-որ անհանգստություն են ապրում սրանք, ու անշուշտ էդի անցավ չհասկացա, հետո այդ երկու աղջիկ կան, դրսում սրճարանում դեսա, Սորբոնի անմիջապես այս տրան արջև, մի հատ սիրուն սրճարան կա, այդտեղ Սեր Միշել, ու այդ աղջիկները ֆրանսերենին չէին դիրապետում, խոսում էին եբրայերեն, Իսրայելից էին եկած, ու հետաքրքիր ես բարև ասեցի անցայերեն, իրենք բարև ասեցին այդ կամպան, ու դրանից մի քիչ անց, շատ քիչ ժամանակ անց, ես ուրեմն ուսանողական խորհրդի ակտիվիստներից եմ եղել, բավականին ակտիվ համալսարանում, ու անշուշտ մեր ժամանակաշրջանում հայ ազգային շարժում շատ բավականին ուժեղ, հակաթուրքական, այսպես ասած, ելույթներ, համայնքներ եւ այլն, ես տեսա, որ այդ մարդիկ իրար հետ հարաբերվում են մի համագարքի շնորհիվ, հենց այդպես բարև բարլույս չի գա իրենց մոտ, ինչ որ հիերարխիկ բան կա, գործում է եւ դա է, ուրեմն մի հատ տղա ինձի Արիպոլ, իմ 15-երս է, իրար հետ ենք սովորալ, այս տղան Ալջերիայից եկած հրյա է, այդ երեք երկրի հրյան Ֆրանսայում շատ է, Թունիս, Ալջերիա, Մարոկ, Մագրեբ, կոչված դեղի հրյաները առանցին են մի քիչ մնացածից, շատ լոկալ բան ունեն, նաև շովինիզմ, իրենք իրար, այսպես ասած, զորակցելու, ինչ որտեղ մի հատ հավաք կար, հավաքին ասեց գկաս, ասեցի, ինչքան գիտեմ հրյաներին հավաքները փողի հետ է պայմանավորված, ասեց այո, ասեց որտեղից գիտես, ես մի անգամ առանց իմանալու իրենց հարսանիքին մասնակցեցի, դուք երբևէ հրյայի հարսանիք ձեզ հարցեցին, չէ, շատ յուրահատուկ է, հրյայի հարսանիքի օրը հրյաները որ ամուսնանում են, այդ օրը հարսանիքի օրը տնանիքի բոլոր հարցերը լուծում է, հենց այդ օրը, այդտեղ ինչ տղան, ինչ աղջիկ կա, այսին այդ ամուսնական զույգը, որևէ սոցիալական խնդիր չունի, բնակարանի, գործի, պատկերացնում ես, մերոնց նման չէ էլի, նստի մտածի, վայ, ամուսնանամ ես իմ սիրած աղջիկը, վայ, երախա ունենամ, թե չունենամ, բնակարան ունենամ, թե չեմ ունենա, ինչ կլինի բան, այդպես խնդիր չկա, խնդիրը լուծված է այս համագարքի բանով, այդ սիոնիզմի բանով, հիմա կպատմեմ, ուրեմն երբ որ բանը սկսում է հարսանիքը, սկիզբում այդ հարցն ու պես բարելուց անմիջապես հետո այդ մեր մոտ ալկա շաբաշ կուշված բան կա, չէ, փող եմ բանի շպրդում։ Մի հատ սավան եմ բացում, երևի այսքան սավան, յուրաքանչյուր հրյայի հարսանիք նույնն է, ոչ մի տարբերություն, դեղն ալ կարևոր չէ, որտեղ Ավստրալիա, Նոր Զելանդիա, Չիլի, Ռուսաստան, այդ սավանի մեջ ամեն մարդ գցում է փող։ Ու այդ փողը այդ ընտանիքին կարող է հերիքի չգիտեմ ինչքան ուզես, հասկացա, ոչ մի պրոբլեմ չունի։ Այսինքն այդ զույգը նյութապես ապահովված է։ Հիմա ով է փող գցում, ինչու է գցում այդ փողը, ծանոթ է, բարեկամ է, խնամի է, ինչ, մանուկյան ընկեր է, չի ներած բան, այդ մդերին ընկերների շրջանակը երևի 20-25 ոչ ավել, մոնասыз իմ նման մի հատ խիար հայ այդտեղ հայտնվում, որտեղից որ ամեն մարդ փող է գցում, ինձ են նայում, ասում դու չես գցում, ասում ինչ, ես չգիտեմ այդ սավանի մասին, հրյայի մասին, այդ ամբողջ ամուսնական բան, ասում է չհասկացա, եթե այստեղ եկել Զախմեր ջան, հայդե, ձեր գտ քրբանը բան, ամոթից ես ալ գցեցի, առանց իմանալու, այդպես։ Ուրեմն սա հարսանիք է, հրյաների հարսանիք է։ Ուրեմն սա հիմա նոր չի, սա վաղուց այդպես է գալիս իրացվում։ Իրենք ասում են, որ մեկս մյուսին, եթե թիկունք չկանգնես, մենք չենք կարող ոտքի կանգնել, որովհետև մեր գտնված յուրաքանչյուր տեղում մեզ անընդհատ
այ բանում են, չէ, բախարագում են, հրյան չսիրված դար է, իր գտնված զանգացած միջավայրում, հա, ինչու հրյան չի սիրվել, հրյան շատ խելացի է, աշխատասեր է, հա, ստեղծող է, արարող է, այսին ֆրանսազին օրինակ այդպես չի, իսպանացին այդպես չի, ես ճանաչում, այսին եթե մեկը ասի սիրելի այս ֆրանսազի որը, այս մեկը շատ բնական է, բնադուր դաղանտով օժդուված, յուրաքանչյուր հրյան նախ ծնված ժամանակ երկու լեզու գիտի, երկու լեզու, ոնց որ հայերս, որտեղ ծնենք մենք երկու լեզվի դրաբեդում ենք, չէ, որտեղ անընդհատ միտեղ ծնվում ենք, հա, ֆրանսազին երկու լեզու չէ, ծնվում է ֆրանսերեն, դա հազիվ է խոսում, ֆրանսերեն շատ վատ վիճակով։ Հիմա այդ ամբողջ հատկանիշներով անտենց իրենք աշխարհությամբ են ապրում, հա, իրենք ֆիզիկական աշխատանք չեն կատարի, այսինքն ինչու պիտի կատարի, երբ որ մարդու խելքը աշխատում է, ինչու պիտի գնա, համբալ չի մարդը, որ բեռնագրությամբ աշխատի, համբալությամբ թող զբաղվի, ասում է, ես մնացած հարցերը կլուծեմ։ Իրենք յուրաքանչյուր բան իրար հետ են անում, ամեն ինչ, օրինակ, ես պիտի գնամ ջուր խմելու, ջուր առնելու, մտածում եմ, այստեղ Պետրոսի խանութը կա, գնամ Պետրոսի խանութից առնեմ, դե Ժամպիեր, այմա Ժամպիերից ինչու առնեմ, Պետրոսը իմ հայրենագիցն է, եթե ջուրը Պետրոսն է, ունի Ժամպիերն է, եթե ես Պետրոսից առնեմ, թողը Պետրոսի գնա, Պետրոսի խանութը ոնց աշխատի, չէ՞։ Սա իրենց մոտ էսենց, բարեձես, սիստեմատիկ տրված է, յուրաքանչյուր, պաստաբանին մի դիտում է, ինքը իր պաստաբանին է դիմում, չի ճանաչում է պաստաբանին, կարևոր չի, բայց դա իրանցից է, մերոնք են զրան, մերոնք բաշպան են տադը, յուրաքանչյուր բան էսպես տուկցես բանարել, էլի, այսին օրինակները բազմացրեք, ցանկացած բան, միտեղ ճամփորդական գրասենյակով պիտի թռնե գնա Քյուբա, ես կնիկս 3 երեխաներս դոմինիկյան գղզիներ են գնացել, շատ էժան բան կա, հա, ու էդի մի հատ հայ դղա ինձ ասեց, օրինակ ես չգիտեի, ասեց, լսի դուք Հայաստան երբ եք գնում, բա օգոստոսի, ասեց դոմինիկյան բան գղզի 4 դեղի համար սկանչելի դեղ կա, շատ էժան, ասում է ծրին ավելի էժան չի կարող լինի, գուզես սարքիս, ես ասեցի, հասմիկ ուզում ես, գնում ենք, ես բան չի լինի, այսին երազես չի լինի, դոմինիկյան գղզի գնաս, բանկից, 7 օր, ուդել խմալ ամեն ինչ մեջի էդ կենով գնալ, հայ դղան ինձ ասեց, չէ, որտեղից որտեղ, հայ դղան ինչու ինձ ասեց, ես հայ էի դրա համար, միայն դրա համար ասեց, ինչու ինքը պիտի ինձ լավություն աներ, հա, կլսես այման, ես հայ դղա, Հայաստանից եկել, ես այս բան, ես տոնցում եկա կա, մեկը պիտի վերցնի, որ ինչու ես հայը չօգտվի, չէ, այդ ինչու ես հայը չօգտվի, բան այդ դղայի մոտ աշխատեց, ինձ ասեց, ես օգտվեցի դրանից, գնաց եկա, շնորհակալ եմ իրեն, իր հանդեպ ես միան ջերմ զգացումներ ունեմ, հա, երախտիկի բան ունեմ, չէ, դες էսալ հիմա պատմում եմ ձեզ, նաև ջերմ եմ իր հանդեպ, իրանց մոտ էս համագարկված է, սա համագարկված է, հիմա, իրենք մի հատ խնդիր ունեն, մեր մոտ կա այդ խնդիրը, որ Հայաստանում միշտ արկա է, սպյուրքահայ հայաստանցի, հա, իրենք ունեն իրենց սպյուրքը, իրենց սպյուրքը ղեկավարվում է Իսրայել պետության կողմից, իրենց սպյուրքը չի ղեկավարում Իսրայել պետությունը, ուղիղ հակառակն է, որտեղ մարմին գոչված է մի հատ գլուխ ունի, հա, գլուխն է հրամայում, որ ես հիմա այս շարժում անում, չէ, անկախ ինձանից, որ սա վերցնում եմ, արեմացում, մտածում եմ, ստեղից է գալիս, չէ, յուրաքանչյուր բան։ Մենք անգլուխ մի հատ մարմինի հետ գործ ունենք, ես մեր մասին եմ խոսում, հայության մասին, որ մենք չենք հասկանում մեր գլուխը որտեղ է։ Մեր գլուխը, եթե այդ գլուխ էր 1915 թվին կդրեցին։ Մարմիններ մնացածը մարմինին հեռանիծեցին, հայրենազուրկ դարձանք, աշխարհով մենք տապարում ենք եւ մինչեւ հիմա մեր գլուխը տեղը չի գտել։ Այդ մարմինն ենք, էլի մենք գլուխ չունենք։ Հрьяաները այս հարցը իրենց մոտ շատ զարգացրած որոշել են գլուխը որտեղ պիտի լինի։ Եվ այդ գլուխը հենց 1948-ի պետականության անկախ հռչակումից հետո անքննելի, անվիճելի դա Թել Ավիվն է եւ Թել Ավիվը ուղեղն է, որը որոշում է ինչ անել, որտեղ անել, ինչպես անել, ինչով անել, ինչու անել եւ այլն եւ այլն։ Մնացածը չի քննարկում հարցը։ Այսինքն եթե այսօր Նյու Յորքում ինչ որ մեկը բորսայում, այս ինչ ֆիրմա, այս ինչ ֆիրմա, բաժնետոմսեր է քնում, հասկացեք, հավատացեք, Թել Ավիվում այդ բանը արդեն հրանկավորված է։ Այլ ցել դու չես գնա եւ այդ բաժնետոմսը չես առնի։ Չի գանում բան։ Ինչու՞։ Ինքը ասում են ասի իմ ժողովուրդը սա է, չէ՞։ Հոտ։ Ինքը չոբանն է, ուղիղ որ ասում եմ չոբանն է։ Ասում եմ ես ինչու իրեն թողնեմ դրա վճիրը կայացնելու, հնարավորությունը, եթե ինքը
իմ դեսածի չափ բան չի դեսում, չէ՞։ Մի մարդ ինչքան բան կարող է իմանալ։ Այսինքն ես եթե դեսատաշտեն այստեղ նստել եմ, չէ՞։ Այստեղից Բերբերյանն եմ դեսնում ու Էսկանդեր եմ դեսնում։ Այստեղ չեմ դեսնում, չէ՞։ Դեսատաշտը այսքան է։ Բայց պատկերացրու մի հատ համագարկ, չէ՞, սիստեմ, որ գործում է, Windows էլի, մեջտեղ է։ Այդ յուրաքանչյուր հնարավոր գործակիցը հաշվարկում է, չէ՞։ Իրենց մոտ յուրաքանչյուր բան շատ հաշվարկված, ասեն ինստիտուտներ են հիմնադրել, այդ ժամանակ չունեին, հիմա ունեն, աշխատում են դրա վրա։ Ես հիմա իմ հասարանի, այսինքն դուք այստեղ խումբ եք ասում համալսարանի համար, իմ խումբը 31 հոգի է, ում հետ ես սկսել եմ Սորբոն եւ ավարտել եմ իրանց հետ։ Ես 1990 թվականի մարտին եմ ավարտել, ավարտելուց մի քանի շաբաթ հետո եկել եմ Հայաստան։ Ուրեմն այդ 31 հոգուց 26-ը ռիայի են։ Ու ես սա կարծում եմ, որ սա երջանիկ բادرականություն է։ Հետո նոր հասկացա, որ դա ոչ բادرականություն չէ, սա ծրագիր է, որը գործում է եւ աշխատում է եւ հասկացա հետո ամեն ինչ հասկացա, հիմա գենսապորցը ցեզի վարդել, դուք կզարմանաք էլի լսածների վրա, որ չի կարող է դա բամբադայի, դա հենց իմ տասարանն է, այսպես։ Ուրեմն 26-ից 7-ը արևելյան Եվրոպայի ժողովուրդ էին, Չեխիա, Սլովակիա, Պոլոն, Լեհաստան, Ռումինիա, Բուլղարիա, տեղի հրիա, արևելյան Եվրոպայի ժողովուրդ, մեկ այլ Ռուսաստանից քաղտածի զավագեր, այսինքն Նանիկով իդիշ էին խոսում նրանցից, Իսրայելից, կոնկրետ հենց Իսրայել պետությունից, այդտեղ զգված, այսինքն իրենց հայաստանցիները, այսպես ասած, սպյուրքից չեն, էլի, այդ հատվածը 4 հոգի, ուրեմն Սաֆարատ հրիա, Պորտուգալիա, Իսպանիա եւ Մարոկկոից 7 հոգի, Ամերիկայի Միացյալ Նահանգներից Դալլասից մի հատ 1 հոգի, դրանք են, ես միակ հայը եղած, 3 հատ ֆրանսուհիգա, աղջիկ ֆրանսացի, բրոթոն, ոչ մի կապ չունեն հրյաների հետ, հայերի հետ եւ այլն։ Մեկ հատ ուրեմն գար կատալոն տղա, ձակումով կատալոն, մեկ հատ բասկ, որ հետ ես ամենամդերիմն էի, որտեղ անընդհատ այդ հայ բասկական հարաբերությունների թաշտում իրար բան էին գանում, այսպես ասած, ջանասում, ջանլսում, այդքան, սա իմ տասարանն է, 7 տարի մենք ուսարան ենք իրար հետ, այսին 1981-ի ավարտ, 82-ին սկսել ենք, 99-ին ավարտել ենք, էլ այդ մի խումբ մտածի։ Հիմա դրանցից այդ 4-ը օրինակ բերեմ Գորիս, մնացածը փոքրիկ օրինակներով գնան։ Ուրեմն այս 4-ը Իսրայելում ծնված դարբեր տեղերում, մեկը պատկերացնում Մեղրիցի է, մեկը Կիրովականցի է, մեկը Դավուշից է, մեկը Վարդենիսցի է։ Եկել Սորբոն համալսարան, այդպես բան մտածեք հիմա մեր Հայաստանից էլի։ Ուրեմն իրենց հետ գալիս է մի հատ խումբ մոտ 200 հոգի Իսրայելից, օտանավոր։ Իջնում են Փարիզ, առաջին անգամ։ Ինչ Փարիզ գիտեն, ինչ լեզու գիտեն, ինչ մարդ գիտեն, ոչ մեկ ինչ գիտեն։ Քո դղան էլի քո աղջիկը իր դղան, մեկը գալիս է, մեկը մի եղբայրը։ Ուրեմն այդտեղ իրենց թիմավորում է մեկը, դեղավորում է մյուսը։ Իրենց այդ բնակարային հարցերով զբաղվում է Գարոն։ Բերբերյանը իրենց ուտելիքի հարցերով է զբաղվում, ռեստորանային հարցերով։ Այդ եկողների։ Ամեն մեկը արդեն 24 ժամ հետո դեղավորված է։ Ամեն մեկը մի տեղ է դրանցից այդ 200-ից երևի երկու իրար ճանաչում։ Էջ։ Իրենք ինչու են գալիս Փարիզ։ Գալիս են ուսում ստանալու համար, սարկանալու համար։ Ուրեմն իրենց վրան կառուցված է 200։ Ֆրանսերենը պիտի սովորեք ավելի լավ կամ ֆրանսացին, հա։ Մեկ տարի հետո քննություն կանցնեք եւ եթե ծեր ֆրանսերեն որևէ խնդիր եկավ, դուք յետ կգնաք որտեղից որ եկել ես, Վարդենիսի քյուղ։ Հասկացա՞ր ախպեր ջան։ Հա։ Իրավունք չունես, այս ամբողջը մենք քեզ դրամատրում ենք այս հնարավորությունը, որ դու անես։ Մենք քեզ չենք ասում իդ աշխատես։ Ասպանյան Սարգիս գիշերները ռեստորանում էր աշխատում, Երուսից առավոտ 4 աման էր լողանում, որտեղ ոչ չի գա որ եմ հաստատում ես գրտադոշակ կա, ուսում ստանան, թուղթ չունենք, Պաղստական ենք Թուրքիայից ենք եկել, Ֆրանսիան դա վախեցնում է, ձեզ ուղարկենք Թուրքիա, վախենում ենք Թուրքիա մեզ ուղարկեցին, ասված ինչ կանեն։ Եվ այլն, իրենք դες դարձ չունեն, ինչ աման են լվանում, ինչ հյուրանոցներում են աշխատում, ինչ բան։ Պետություն, որը դեր է գայնում իր զավակներին եւ նրանց նախապատրաստում է ինչու։ Այդ տղան իրեն շատ է պետք, դա իր կադրն է, դա իր վաղն է, ինքը իր վաղն է պատրաստում, այդ նույն պետությունը։ Հիմա ես սա հասկացել եմ 3-րդ տարի, որ հասկացա, ես չգիտեի։ Ասեցի եւ ընկերոջս խմած էր, շատ խմած էր, ինքը պերանից դուրս անեց էլի։ Ասեց այդպես, ինչով որ ես Փարիզ ասա, այդպես մի հատ օտանավ գնաց Բերլին։ Մյուս օտանավը գնաց Նյու Յորք,
Մյուս օտանավը գնաց Բուենոս Այրես, ընկեր, հա, պատկերացրեք, Երևանից տրիշներ էլի էդենց, լավագույն համալսարանները, Հարվարդ, Օքսֆորդ, Սորբոն, Էյքս, Հայդելբերգ, Բերլին, ինչ ասենք, գնացները գնալով կաստրանում, մեկը սոցիոլոգիա ուսանում, մյուսը կինոռեժիսորա, մեկը ուրեմն գնում է երաժշտական ոլորտում, եւ այլն, ասես մրճուններ մտածի ուղարկվել են ամենտեղ, ու այդ մրճուններից հետո պիտի հավաքի, հիմա դալու ժամանակներն է, ցանում են, հետո սերմերից հավաքելու ժամանակը պիտի կա, չէ, հասկ պիտի տանեն ամբողջի եւ այլն։ Մեկ տարի հետո նրանցից բոլորը իրենց ոլորտում, որտեղ որ ուղարկվել են, իրոք լավագույնն են, որտեղ իրենք քննություն են հանձնում։ Իրենց համար իրենց այս ամբողջ կատարվածը հարկի է, իրենք շնորհակալ են երախտապարտ, որովհետեւ հակառակ դեպքում ինքը այդտեղ մի հատ բաղեստինցի յաբախտի մարդու ուղարկած ռումպի տակ կամ չգիտեմ որ մի քիվուցում, պիտի փեռնագրություն աներ, այդտեղ խիար միար պամիդոր պիտի ցաներ, չէ՞, բայց հիմա Սորբոնի համալսարանում սոցիոլոգիա է ուսանում, ուրեմն շփում է մի խավի հետ, որը իրենք են հրյա այդ խավը, այդ տասադուների, տասախոսների համագարկը, ինքը լավագույն օպերաներն է գնում, երաժշտությունից չի գդրվել, լավագույն ֆիլմերն է դիտում, իր կյանքը ամբողջությամբ տասավորված է, մի հատ սիստեմի դար է դառնում մարդը այդտեղ։ Այս ամբողջը լինելուց հետո իրենց ռանկ է գալիս այդտեղ, շատ յուրահատուկ բան է իրանց մոտ։ Ասում է դու պիտի ելնես գնաս Մադրիդ։ Այդտեղ ուրեմն 6 ամիս ինչ-որ ստաժ անցնելուց հետո պիտի որոշվի քո աբական, կամ դու երբ պիտի վերադառնաս Իսրայել, որ այդտեղ արդեն քեզ ասեն ինչով պետք է զբաղվես, ինչի համար որ պատրաստվեցի, կամ քեզ գասվի որտեղ դու արդեն աշխատանքի կանցնես, էլի կոնկրետ վայրդ։ Ուրեմն ես որոշելու համար այս էնեագրամն են օգտագործում իրենք, ես սա իրանցից եմ սովորել, այդ մարդիկ ասեցին ինձ այս մասին, բայց ժամանակ չի կար գրականություն, այս ամբողջ հիմա նոր է, տարբեր լեզուներով գա, ու իրենք քեզ այդ շփվելիս յուրաքանչյուրը, քանի որ իրենց մոտ կոդավորված է դա, իրենք շատ լավ գիտեն, որ Գագիկին մոտ ճշգրիտ գիտությունների բանում բնակավարում խնդիր չի գա, կիբերնետիկա, հարցը լուծված է։ Ուրեմն ինչ անել Գագիկի այդ պոտենցիալ հնարավորությունները, հատկանիշները գրկաբատկելու, զարգացնելու, չէ։ Ինչու։ Գագիկի ինչքան զարգան այդքան օգուտ կտա, ում օգուտ կտա իրենց։ Այդ օգուտից իրենք օգուտ կստանան։ Իրենց համագարկը իրենք քիչ առաջ որ ասեցի, այդ բանը մենք չենք կարող անել, ինչի համար է։ Շահի վրա է հիմնված։ Յուրաքանչյուր երկու մարդու միջև, չէ՞, մտածեք մի հատ գամուրջ, Փարիզում գամուրջն կա, չէ՞, սենակելի ապում սիրում։ Այս կողմը։ Հիմա դու այստեղ ես կայնած, դու այստեղ, մի հատ գամուրջ կա։ Դու միայն այդ գամուրջով քայլելուց իրար կարող ես հանդիպել, չէ՞, գամուրջը բավականին հեռու է։ Երկու հոգի իրար հանդիպելուց հետո իրենց մոտ սկսում է մի հատ համագարկ գործող, շահի համագարկը, ինքը շահը ակնկալող, շահի ընկալումը, լավագույնը զարգացրած ժողովուրդն է։ Հայերը շատ նման են այդտեղ հրեաներին։ Հայի համար շահը շատ կարևոր բան է։ Հայը ցանկացած իրավիճակում հաշվարկում է, որտեղ է իմ շահը այստեղ։ Ու շատ արագ է կողմնորոշում էլի, հայի մոտ զարգացած այդ բանը։ Սա գալիս է դրանից, որ մենք քրեթե նույն ճակատագրին արժանացած ժողովուրդ ենք, միշտ տարբեր համայնքներում մեջ ենք, դրսևորվել, չէ՞, Պարսկաստան, Ռուսաստան, Օսմանյան գայսություն, չէ, հիմնական էս տարածք։ Որտեղ որ գնացել ենք, իրենք են եղել, մենք ենք եղել, մենք մեզ ենք դրսևորել, իրենք իրենց են դրսևորել։ Մեր դրսևորումը անհատական է եղել, ինդիվիդուալ, իրանցը համայնքային։ Ցանկացած հրեայի, ես դա կարող եմ ձեզ ասել, 31 օգոստոս 10-ից եմ ասում։ Ես մենակ հայ եմ եղել, մեկ հայ, այդ բոլորին անհատական չուրը գտանեմ զարավի հետ կպերեմ իմ հատկանիշներով ու իրենք դա գիտեին, տեսնում էին, 7 տարի մենք իրար հետ կանգան ենք ճանաչել, որ իրենք դրանից գադաղում էին, կար մի հատ փչիչ իրանց մոտ գադաղության փչիչ ունեն, իրենք ասում են այս շաննագոդի մոտ ինչ կա, այս խոզի մազ կա, ինչ կա, որ մենք ինչ անում ենք, այս մարդը էլի չրի երես են ունում, իրենք դա հնարավոր չեն գալեն, որովհետև իրենց մոտ թիմային է խնդիրը, մեկը մյուսին լրացնող, իրենք մի հատ համագարկի աշխատող են բարձրապես, մեր մոտ չի գա դեց համագարկ, մեր մոտ դու ես, մեն մենակ, ստացվեց, վրայց կանցնեն,
այլ բան չի գա, հասկացա, մեր մոտ է դենց է մահկամ ազազություն էլի, դրա համար դաշնակցական գուզակցություն ենք ունենում, որի ոչ մի կապ չի ստացվում այդպես։ Հիմա իրենց մոտ նման խնդիր չտրված։ Յուրաքանչյուր երկու հոգի իրանց մոտ, յուրաքանչյուր երկու հոգի իրար հետ շփված ժամանակ մի հատ բան եմ հարցնում իրանց։ Ես Սարգիս Գագիկի հետ շփվելուց ինչ շահուր եմ։ Ես Գագիկի հետ շփվելուց ինչ կստանամ Գագիկից։ Գագիկը ինձանից ինչ կստանա։ Այդ ստանալիքը ամենը չի նյութականացվի։ Սինտագարով բարոյական լինի, հա։ Ամեն ինչ, այսինքն ինչ ուզես։ Պատկերացու մարդը երաժշտես կանցեն շտակ են նվագում։ Իր մոտ ինչ, իրանից դու փող չես կարող անգնել, այս մարդը նպարավաճառ չի։ Բայց մի հատ սկանչելի վիրտուոզ, չէ՞։ Հա, նման ճաշակ, նման հնարավորություն, դու միայն իր այդ ընկերություն ես։ Ես հիմա Գոմիդաս կվարտետի եսին ճանաչում եմ, այսին երկուսին։ Երբ ուզեմ ես իրենց հետ կլինեմ, դու չես կարող լինել, դու չես կարող։ Դու էլ ուրիշ բան կարող ես, պոլիտեխնիկի չգիտեմ ինչի, որ ես չեմ կարող, չէ՞։ Յուրաքանչյուրը ինչ-որ բան կարողանում է, ճիշտ է։ Այսինքն մեզնից յուրաքանչյուրը ինքը իր շրջանակում, շրջապատում իրենք դա վերցրել են ամենաօպտիմալ բանին են հասցրել։ Այսինքն գրեթե առաստաղ էլի քու մոտի բոլոր հնարավորությունները իրենք այդքան լավ են վերլուծել, որ ինքը շատ լավ գիտի, որ քեզ այդ հիմա չի 6 ամիս հետո քեզնից մի հատ այն շահ է ստանալու։ Ու ինքը ասում է, արա, շահնագործություն մի արա, այդպես արա, դրա հետ լավ եղիր, որովհետև դրանից էսի բոգելի ես դու։ Հասկացար։ Իրենց մոտ բավականին սուր զարգացած է սա եւ զարգացվում է։ Այո, այդ հոդարությունը բնազդային է, անասնական։ Բայց երբ որ դա սկսում ես զարգացնել բանական էակի մոտ, արդեն դա բոլորովին ուրիշ բան է, հասկացար, այսինքն իրեն մտցնում է սիստեմայի մեջ այդպես, հա։ Հիմա իրենց մոտ գա մի բան 10-րդ են ասում, աշար, միշտ եղել է։ Յուրաքանչյուր կաթիլ քրդինքի 10%-ը իրանց է պատկանում, բոլորին, այսինքն քոն էլի, չէ՞։ Դու քիրք ես հրադարել, սրա 10%-ը քո ժողովրդին է, պատկերացնում ես սա։ Դու ինչ-որ գործ ես արել, լավ ես ստացվել այդ գործը, դրա 10%-ը պիտի գնա այդտեղ, այդպես։ Ու այդ 10%-ը առաջ համայնքային գարիքները հոգալու համար է եղել, գետտույի։ Լեհաստանում մի հատ քաղաք մտածի, իրենք 18 հոգի են, 18 ընտանիք, եկեղեցի կա կաթոլիկ, բոլորը դե լեհերը ֆանատիկ կաթոլիկ են, հասկացար իրենց ալ ադում են, իսկ իրենք ալ գլխարկ են դառնում, հակուս իշտե գոջակ են դառնում, ուրիշ ինչ անեն, հրեա են ու իրենց դուներում նստած բան են անում, ուրեմն դասանորդով այդ ով որ չունի դրան են հասնում։ Իրենք սոցիալական հարցը համայնքային կյանքով լուծել են։ Ես ունեմ, դու չունես, ուրեմն դու էլ պետք է ունենաս։ Եթե մեզնից մենք նայում ենք, ես կամ մարդ ենք, հասկացար, ես ունեմ 4, 5 ունի 6, դու 8, դու չունես։ Ուրեմն ես իմ 6-ից 10 տամ, ինքը 4-ից տամ, դու էլ ունենաս, ու մենք հավասար լինենք, չէ՞։ Ու քեզ ոչ ոք չի այվանի քու չունեցածի համար, չի աննեսի, չնսեմացնի, չի վիրավորի, չէ՞։ Քու երեխան չի ասի, երբ որ ես տեսնում եմ, որ Հայաստանում այսքան երեխա գոշիկ չունենալու պատճառով դպրոց չի գնում, չէ՞։ Դա ամոթից քետնի դաղն է մոտնում, հա։ Իրենք այդ ամոթը վերացրել են։ Իրենց մոտ չի գա գոշիկ չունենալու պատճառով դպրոց չունեցող երեխա։ Գոշիկ չունես, գոշիկ ինչ չունես, փող չունես դրա համար։ Ես դու նա մեկ գտնենք գողքուքի դու գոշիկ ունենաս։ Համայնքային կյանքը իրենք pedagogan մագարտակի են հասցրել, այդ աստիճանի Իսրայելում որ յուրաքանչյուրի հարցի արդիվ մի հատ դոսյա կա, էլի մի հատ ֆայլ կա։ Աղջիկ կար իմ դասարանից Մարիամ շատ սիրում, գեղեցկուի։ Այս աղջիկը մի հատ դղային սիրահարվել էր։ Ես այդտեղ իրենց ավելի խորը ճանաչեցի ու այդ աղջիկան հրանգավորված էր ամուսնանալ մի հատ շատ բարձրաստիճան, տվյալազի օգնականի հետ, որովհետև այդ տվյալազությունը իրենք պետք է կործանեին, ու այդ աղջիկը գեղեցկությունը իրենք պետք է օգտագործեին, այսինքն իշա, իլբաստ, շահագործեին աղջիկը ֆիզիկական նույնաններ հասկանում ես, ու այդ աղջիկը գիտեր, այսինքն ես կսպանեմ, այստեղ չկրված օրենքներ են գործում, այսինքն պայմանագիր չի ընկել այդ աղջիկը, կարող ասի, թափի ասի գնա գրողի ձոցը, ես այդ տղային սիրում եմ մի վերջ, կգնա, պրոբլեմ չունի։ Այդ աղջիկը համայնքից դուրս էր տրվելու, իր նարինը գդուժեր, բանաթուրում են, դուրս են տրում քեզ համայնքից, ու դու ունես մեն-մենա, ոչ ոք քեզ հետ չի շփվում, երբեք, քեզի բարև դվող չի գայմար, ասում ես ոնց, ման ես գարում քեղեցիկ լինեմ ինձի մեկը չնայի, դմեր մի չաղ չի, ինգիրեն կծի ներքև, որ այդ կան քեղեցկության ոնց, էդեց, ու իրենք բաջում են շատ խիստ, այսինքն դա ունի չկրված օրենքներ, ասում եմ, այդ կանոններով պիտի ապրես։ Դու մինչև հիմա խնդիր չես ունեցել, ամեն ինչ գնացել ես կանչելի, չէ, իդեալ,
Ես իմ ինչ-որ պատմեմ, իդեալն է, չէ, սենց մի հատ երազային բան եմ պատմում, ու բայց դու այդտեղ խախտեցիր, դու ես խախտում, մենք չենք խախտում, մենք ինչ ասեցինք դերն էինք, արեցինք, մեկին երկու, դու մեկ ես ասել 5, ամեն ինչ, ես հիմա ինչ կայմ աշխարհում երկիչ, երկչուհի, բան, ճանաչում եք, չէ բոլոր, այս ես համագարքի պրոդուկտն են, եթե չգիտեք ասեմ, եթե մի մարդու քիրքերը ծախում է այդպես է, եթե նոբել է ստանում այդպես է, նոբելյան մրցանակը է, դա չի նստում 4 հատ նորվեգ չկարծես, Տել Ավիվից ասում են, ով պիտի ստանի, նայել ստանում է, այդտեղ կա չափորոշիչներ, շատ հստակ, ես այդքան մանրամասն գիտեմ ես համագարկը, որ այդ օրինակը բերելով հիմա ձեզ մի հատ օրինակ մի դամ, որը շշմես ցուցիչ է, բայց ես դա Ֆրանսիայից գիտեի, բազապես ապրեցի այստեղ։ Եվ որ դարիներ անցան, ամեն ինչ վերջացավ, ես արդեն Հայաստան եմ, Հայաստանից ես 91-ի նոյեմբերին գնացի Արցախ, Շահումյանի շրջան, որտեղից հետո Շահումյանի անցումից հետո իջանք Մարտակերտ, ես 4.5 տարի եղել եմ Արցախում մշտական, Լեոնիդ Ազգալդյանը իմ հրամանատարն եղել, իրեն եմ շատ մոտիկից ճանաչել, շշմելու մարդ էր ինքը, ու հենց այդ ժամանակաշրջանում Մարտակերտ 92-ի երևի սեպտեմբեր կամ հոկտեմբեր ու ռադիոյով ինձ են կանչում, որ շտաբ պետք է Ստեփանագերտ մեկնեմ, շտաբում ասում են, ես ինչ բանում ֆրանսացիներ են եկել, մի հատ տվագ է իրենց պատասխանալուն, ասում են քեզ լավ է ճանաչում, քեզ հետ ուզում է հանդիպի։ Ես գելա գնացի այդտեղ, այդ ժամանակ կար այս կարմիր խաչի նման մի հատ տեղ, ուրեմն բժիշկներ առանց սահմանի գազագերբություն, Médecins Sans Frontières, ու այդտեղ ես տեսնում եմ իմ 15-րոջը Էրիկին։ Այ մարդ 16 տարեկանից գիտեմ, փաթաթվում ողջակորում եմ, ասում եմ, ինչ է ստեղ գորած մոլորած երար հասեր էստեղ, ասում եմ, քեզ կարոդել էի, ասում եմ, թող, դու կարոդի համար դե այդ չես շարժվի, ասում եմ, արի խոսերիք բան կան, ուրեմն գնում ենք իրենց կետը, ես իրենց կետն աչ եմ տեսել, Ստեփանագերտ, այդ բժիշկներ առանց սահմանի, ամեն մարդ դեղ ունի, անգողին ունի, մանգողին ունի, ասում եմ, 8 հոգանոց դելեգացիոն է, Սարգիս էստեղ, ասում եմ, ասում եմ, մեզնից ոչ մեկի ինչ բժիշկ է, ինչ որ բուժքույր, ասում եմ, հա, ես կոնե գիտեմ, որ էջ կապ չունես առողջ ամբողջան համագարկի, իմ տասնարարից է դղան, և ասում է, ինչ ես կարծում, ինչ կլինի ես Արցախի հարցը, ասում մենք հաղթենք, կմտնենք Բաքու, դու էլ կտեսնես դա, ասես, հա, հետո ինչ կլինի, ասի հետո կլինի այդ, որ մենք ազատ աշխարհ կունենանք, ասում է հետո ասում եմ ինչ ուզում ասել, հետո ասում են դատարկվի, կմնեմ Բաբուլյանները, որ հարցանում եք այդտեղ դադիկ բաբիկ, կգնաս դու գողտերնին կնկարվես, 1000 անգամ դու պոշմանես, որ այսքան քրդին գարուն ես տապել, սա 92 թվականի աշնան, դա ինձ ասածները։ Ասում եմ դուք ձեզ կգոդորեք Արցախ, Հայաստանը բլոկադայի կենտարկվի, կդատարկվի լրիվ, առնակամ կանեն, ձեզ ու գասեն էս էր ձեր ուզած Արցախ, հիմա դեսեք գնացենք գերեք ձեր Արցախ ճաշի։ Ասեցի դու սխալվում ես, այդպես չի լինի։ Սա մեզ համար ամենավերելքի ժամկետն է, մենք հասել ենք կուլմինացիոն եդի, մենք հիմա Արարատի քակատն ենք, 5165 և մեր թրոշակը տնգում ենք, ասես դուք այդպես ռոմանտիկ կապրեք աղբեր, ու այդ ռոմանտիզմը կսատկեք բոլորից, դրա համար ասես աշխարհի բոլոր գետերում եք, բայց խեղճ դրանք, չեք կարողանում այստեղ մի հատ զինվորի Կուրբայի և Կոշիկի հարցը լուծել, և ինքը ճիշտ էր այդ ամբողջը, ասես Սարգիս Տուն ուազով է դար, ես տեսա, կեզի բադուանով, ռազմական քարտեզ ունես, ասել ունեմ, ասես կարող եմ նայից, դե ռազմական քարտեզներ ես ձալլված ռուսերան քարտեզներ են, չէ, բոլոր քարտեզներ, ոնց է խնդում, փորը պրնած խնդում, ասում, ինչ կասում, էշ է գարա, մենք սրանից 10 անգամ ավելի լավը ունենք 3 ամիս ես սրա վրա ասում աշխատանք եմ դարել ինքս, ինչպես, մենք այստեղ եկել ենք հատուկ նպատակով, իգեր, քանի որ 15-երս ես, քեզ խապել չի լինի։ Ասում են, ճիշտ մեր նման մի հատ խումբ հիմա այդտեղ է, Խրամատից մյուս ազերբայջանցիների մոտ։ Հասկացար։ Եվ մենք այսպես Վրաստան, Իրան, Շրի Լանկա եւ ամենտեղ։ Մենք պետք է իմանանք աշխարհի որ գետում ինչ է լինում, ինչ է ուժերի հարաբերությունները, դրանից ինչ օգուտ, ինչ վնաս, ինչպես եւ այլն եւ այլն։ Քանի որ ասում եմ, մենք Արցախ նախքան գալը ուսումնասիրել ենք տարածքը, հիմա ասում է երևի դու Մարտակերտի շրջանն ես, ինչ կան ժամանակ ես կան։ Մեզ ավելի շատ ինֆորմացված են Մարտակերտի գյուղերի մասին, խաղ ժամանակ, հիմա ժամանակ, քան դու պատկերացնում ես, դու այդտեղ ես ապրում։ Ասի պատկերացնում եմ։ Ասում է, դու հասկանում ես, չէ՞ մենք դա ինչու ենք անում, ասում եմ հասկանում եմ։
ասում եմ մենք ստիպված ենք դա անել, մենք ուրիշ ճար չունենք, հասկացար, իրոք ուրիշ ճար մենք չունենք։ Հիմա Իսրայելում ասում է լցվել են Ադրբեջանից եկած հրեաները, ինքն ասում, Վրաստանից եկած հրեաները, սովետը փլուզված է։ Ուրեմն Շարանսկի անունով մարդ կա, գիտես, կուսակցություն է, որ ինքն է որոշում, Սյանետյան որտեղ տրավ, կտալ ասում է, ռուսա հրեական դիասպորա, իրենց սպիրտը, որոշիչ տեր ունի, Իսրայելի քաղաքականության մեջ, շատ լուրջ տեր ունի, ամենամեջտեղում է մարդը, որ յան թեպում է, դյանը վերցնում են դրությունները, ոչ մի խնդիր չի կա։ Ռուսաստանի հրեաները, ոնց որ դուք բոլորդ էլի, ոչ մի տարբերություն, մտածել իմացող հատվածը, ասին սովետը որ ապրել է, 70 տարվա սովետը, չէ, շատ էական բան է, հոմոսովետիկուսված բանը, ոնց որ մեքենա լինել է, չէ, կառուցված։ Ստեղ բոլորը ինժեներական միտքի զարգացում ապրել է, դուք ձեր բոլորդ էլի, պոլիտեխնիկ, ֆիզիկա բան չէ, դրա համար է գիտության ոլորտում այդքան զարգացած բան է դա։ Եվ պատկերացրու դրա հրյա դեսան, այսինքն ոչ թե ռուս խմով, այլ հրյա։ Ինչ է աստիճանը։ Ասում է այդքան խաժամուժ է, անհասկանալի։ Մենք հիմա եկել ենք այս տարածքը մետր քառակուսի առ մետր քառակուսի իմանալ։ Ասում է իրենց տված ռապորտները մեզ չի բավարարում։ Հա։ Մենք պետք է մեր աչքով տեսնենք։ Դες հիմա լսի դու ինչ որ աստիճաններ ունես, ստեղ ելար հասել ես։ Չէ, ասում է Սարգիս, ես քեզ մի հատ բան եմ ուզում հասկանալ։ Դու սրանցից լավ ես։ Ասում եմ, հա, բոլորին լավ գիտեմ։ Ասում են այս տղան Սամվել Բաբայանի մասին է խոսքը։ Ավտո լվացով է, ճիշտ է, սա, այս տղան ավտո է լվանում այդտեղ, մոյկա, Սամվել Բաբայանը։ Ասում եմ, հիմա գեներալ է, ասում եմ, հա, հիմա գեներալ է, ասում եմ 29 տարեկան է։ Պատկերացնում ես, ասում եմ 29 տարեկան մարդ գեներալ լինի, ասում եմ, հա, ինչու՞։ Ասում եմ, Բերլին մտնող շարասյունը մեր 89-րդ դիվիզիոն, Նվեր Սաֆարյան, 30 տարեկանում գեներալ կնդամել էր արդեն և 3700 կիլոմետր միան հաղթանակով դարավ, պաշտպանության հաղթանակում չէ, դա մեր մոտ նորմալ է, ես այդ տղան ասի, վանեցի արջեշից մի հատ որ տղա էր, 7 տարեկան, և որպ է մնացել էլի, ցեղասպանության արդյունքում, և ոտկով մամայի հետ հասել է, Էջմիածնի բադերի դակ և այլն, մեր մոտ դա ստացում, այո ասում է, ստացում է ձեր մոտ ոնց որ դու էիր ստացում, բայց ձեր մոտ համագարկը չի ստացում, չեք կարողանում համագարկ բանարել, ասի գստացվի գտեսնես մեր մոտ, չի ասել Սարգիս չի ստացվի, դուք այդ ձեր ռոմանտիզմով ձեզ գսպաննեք, ինչ բան չեք հասնել, դուք ռոմանտիկ սիրուն Ռոբին Հուդներ եք աշխարհի բոլոր վայրերում, և ոչինչ չի ստացվի, և երբ որ Արցախի բանակը կառուցվել էր, ես Էրիկին զանգել ասել եմ, գկաս կնայես, բանակը էստեղ է, որ դու կտեսնես իրան։ Հիմա մեր մոտ այս ավտոլուվածողից հաղթանակ դանողը ստացվում է, չէ, ստացվեց Սամվել Բաբայանով և մնացածով, ես տրանք ճանաչել եմ բոլորի մեկ առ մեկ, և մենք հաղթանակեցինք, մենք 176,000 ենք Արցախում, հիմա մոտավորապես 90,000։ Ես նոր Արցախից եմ գալիս, մի մեծ խումբով գնացել եմ այդտեղ, այդտեղից եմ գալիս, Գյուղեր գնացի Մարտակերտ, իմ շրջանից, միան ձեր էր, փոքրիկ երեխա, աշխատող ոչ մի մարդ, աշխատուժ չի գար, երիտասարդ չի գար, բոլորը Չիտաներից, չգիտեմ, Սիբիրներ, ապրում եմ, Էրիկը ճիշտ դուրս եկավ։ Մենք այդտեղ 3-4 դասած մարդ, իրեն հոր բոստանի նման Արցախը վերցրել է իր կրբանը, որ Արցախը իմն է, ես ինչ ուզեմ էդ կանեմ, այս մարդը Մոսկվայում Արցախ չի կարողանում կար, հասկացա, այսպես շարունակում։ Հիմա որտեղից որտեղ անցան տարիներ ես ազգային քրատարանում մի հատ նյութ եմ ման գալիս, նյութ ման գալուց գտնում եմ Մենախեմ Բեգինի հարցազրույցը, Իսրայելի վարչապետ Մենախեմ Բեգին, 1985 թիվ հարցազրույց, դեռ Արցախյան շարժում չի գա Սովետում։ Մենախեմ Բեգինը ռուս լրագրողին ասում է Լեռնային Ղարաբաղը հրեական հող է, դա մեր սրբության սրբոցն է, մեր գորիզն է, և դա ինչ հայերին է պատկանում, ինչ ադրբեջանցին են, ես ունեմ ռուսերենը, հայերենը, լինկով, բանով, ծանձվածին ուղարկեմ, պրոբլեմ չի կա, թերմալ ունեմ։ Հայաստանում է դպակրվել, Հայաստանի Հանրապետական կուսակցության, ուրեմն Հանրապետական անունով թերթ, Աշոտ Նավասարդյան օրով, 92 թիվ, դպակրվել է սոտվածը, թարգմանաբար, սովետ տեսնիկ է ինչ է մի հատ թերթը, չէ, այդ թերթում ալ ռուսերեն է դա, այդ նույն հոտվածի, հիշացել եմ, շշմած եմ, չի կարող բանը ես ես բան, ես որդ է ծեր ավայման, ազգային կրատարոն ես ես կանած եմ, այդտեղ հարազատ հետքին ասեց, ինչ է խավ, սիրսի, դու սրանց տեղի ալ, ես ասես չի կարդած, ասես, վա, սրանք հիմա այս տեղի վրա էլ են, աչք տրել, ասի, հա,
երևի, եթե մարդը վարչապետ անող ասում է, ուրեմն ինչ որ բան է սրտա։ Իրենց մոտ ոչ մի բան հենց այդպես չի լինում։ Ոչ մի բան։ Դուք չկարծեք, որ որևէ հայտարարություն, որևէ ռեպլիկ, որևէ բան, մեկի դե 1000 մշակումով անցնելուց, մաղվելուց հետո նոր բերանից դուրսել գալիս։ Իրենք հենց այդպես ոչ բան չեն անում։ Չկա իրենց մոտ չհաշվարկված անհետեթ իրավիճակ։ Հիմա որտեղից որտեղ։ Ես հիմա դուն եկա, կնոջս ասում եմ, ես քեզ չի ասում, իրենք ես Հայաստանը ուզում են ուրիշ բանի համար, ես Հայաստանը իրենց պետք է։ Ասում եմ, ինչին է պետք իրենց, ասում եմ, մենք չգիտենք, բայց իրենք գիտեն։ Այդ իմ կնոջս ասած է, ժողովուրդ, շատ ճիշտ է։ Մենք մի բան կա, որը չգիտենք, բայց իրենք գիտեն։ Հենց երևի մեր չիմանալն է մեզ հլը այստեղ բաղում, չգիտեմ, իներցիայով։ Եթե մենք իմանանք, այդ ինչ որ իրենք գիտեն, որ իրենց այս շրջանը պետք է, ինչու է պետք, երևի աշխարհի ճակատագիրը կփոխվի, ես այդպես եմ կարծում, էլի։ Սա բարձրապես իմ մոտ ես ինքս ինձ հարց եմ տալիս։ Ու մենք այդ կան, այս իմաստով անուս ենք, չգիտենք էլի, որ ոնց կարող է մենք չիմանանք։ Մենք աշխարհի ամենահնագույն ժողովուրդ 12000 տարվա պատմություն, լեզու, ինչ ասես, այսինքն չի այդպիսի բան, որ մենք չիմանանք։ Աշխարհի ամենահինը լինելով նաև աշխարհի վկան ենք մենք։ Այսինքն վկայել ենք ամեն ինչին, անցուդարձի, չէ՞։ Ինչ պիտի լինի մի բան, որը մենք չգիտենք, որ իրենք գիտեն։ Այս տարածքի մասին եմ ես խոսում, էլի, քանի որ մենք ենք սա մեր բնորոշումն է։ Հիմա մեր բնորոշումը մի հատվածում ենք գտնում։ Երևի մեր սերունդը դա մեզնից հետո եկողները պիտի աշխատեն, որ հասկանան, որ այդ ինչ է, որ այսքան արժեքավոր է, որ իրենք այստեղ են իրենց աչքը դրել։ Այսինքն մի բան կա այստեղ։ Այդ բան չի գա։ Հիմա այդ Էրիկի այստեղ գալուց հետո ինքը ինձ ասեց անցավ մի 3-4 ամիս, իրենք ես Երևանի շրջանում մի հատ մեծ շենք էին վարձակալել 4 արգանի, լրիվ այդ բժիշկները մեջը լցվել են, արդեն այդ համագարկը լրիվ աշխատած վիճակով, ասեց ինձ հրանկավորված է, ես մի հատ հայ աղջկա հետ պետք է ամուսնանամ, այդ Էրիկի մասին եմ խոսում, ասեց հետո ես այս Գովգասի շրջանի հետ կապված իմ պետական ստրուկտուրայում դեղ պիտի սպասեմ։ Ուրեմն այդ Էրիկը հիմա Իսրայել պետության Կովկասյան տարածաշրջանի լավագույն գիտակներից է, լավագույն։ Այդ մենք ունենք իբր Կովկասագետ, չէ, որ սվաններին գիտեն, ուգիներին գիտեն, թարիշներին գիտեն, սրան նրան գիտեն, չէ։ Երևի չգիտեն այդքան ինչքան այդ դղան եւ իր այդ աշխատած համագարկը գիտի։ Եվ ես ուզեցի հասկանալ, որ ինչ է մարդու դեղը, ժեգի բեդը ինչ է մեր մոտ, մոտավորապես այդ կարգավիճակում է Էրիկը, պատկերացրեք, այսինքն Էրիկը, որ այդքան գիտելիքով, չէ, ասեմ մեր մոտ լիներ երևի ամիշապես դրան չգիտեմ ինչ կանեին, էլ այդանց, այդքան ցածր մագարտակի մի դեղում է, դու հիմա պատկերացրու դրանց այդ բարձր մագարտակի մարդը ինչ է։ Ես Էրիկից օրինակ եմ տալիս։ Էրիկը այստեղ հենց այդ Երևանի տղամասից մի հատ այդ ժամանակ հենց այդ փուշկույրություն սովորող Աննա աղջիկը հետ ամուսնացավ, հիմա 3 հատ երեխա ունեն, ապրում են Իսրայել։ Աղջիկը արդեն լրիվ ծառայում է այդ համագարկին, լրիվ այստեղ մաման բաբան գալիս է եւ այլն սանա։ Հիմա իրենց մոտ երկրորդ համագարկը որ կա, որը կորձում է, իմ հետ է կոնկրետ եղած, ուրեմն իրենք անպայման պետք է այլազգի հետ ամուսնանան։ Այդպիսի բան կա, իրենք չեն կարող իրանցից մարդու հետ ամուսնանալ, աղջիկների մասին է խոսքը։ Որովհետև իրենց մոտ մայր իշխանություն է, ոնց որ մեր մոտ Ղարաբաղում, Արցախում մայր իշխանություն է, բարեբախտաբար, դա շատ բարեբեր բան է մայր իշխանությունը։ Ու մայրն է դաստիարակում երեխային, ինչպես մայրը իրեն ռելսերի վրա դրավ, այդ գնացքը այդպես ալ կգնա, չէ՞։ Մայր, մորից ավելի էլ ինչ սրբություն։ Հիմա իրենց մոտ հեչ կարևոր չէ, ամուսինը ֆրանսացի է, ռուս է, ուկրաինացի է, գերմանացի է, իսլանդացի է, որևէ թքազում, այսինքն դրա վրա։ Դա այդքան որ մի հատ պլյուս է, ֆրանսացի ուրեմն ֆրանսիայի պատմամշակութային արժեք է, այդ եւ այլն, բայց ինքը Իրանը անում է, դրա համար Գարի Կասպարովին գիտեք, չէ՞, իրենք երբեք դեռ չեն անում, որովհետև Գարի Կասպարովի հայրն է դրի, մայրը հայուհի է, չէ՞։ Ու մենք իրեն հայ ենք հաշվում, բայց իրենք երբեք դրան հրեա չեն հաշվում, երբեք։ Իրենք որ ասում են գադաղում են, իրենք խելացի հետ միշտ պրոբլեմ են ունենում, խելք ունեցողի հետ պրոբլեմն է իրենց մոտ։
որտեղ որ իրենք որևէ համայնքում տեսնում են, որ մեկը խելացի է, դրա հարցերը պետք է լուծեն, որովհետև խելոքից իրենք վախենում են, հա։ Խելոքը իրենց համար պոտենցիալ վտանգ է ներկայացնում, անխելքը ինչ խնդիր չի կա, տոնց ուզես, կդանես, կբերես եւ այլն եւ այլն։ Հիմա այս իրենք այս համագարկված իրավիճակով ապրելով, իրենց գտնված միջավայրը, ասում եմ, որտեղ են հեչ էական չէ։ Ինչքան խելացի գա, ինչքան բանիմաց, ինչքան ինչ-որ պլուս, հատկանիշ, այսինքն դրական բանիմացին է, դա կրբանելու համագարկ կա, կորուզում իրենց մոտ։ Ու իրենք ամենապես սկսում են աշխատանք, քո վրա, այսին ամբողջ ես զում են անում քո վրա, քո ամեն ինչդ, ինչ ունես չունես ես աշխարհում, ինչ կա։ Բոլորը ուսումնասիրելուց հետո քեզ մոդեցման ցեղով իրենք վերցնում են քեզ իրենց շրջանակի մեջ։ Այսպես։ Ես Aix-en-Provence քաղաքում եմ ձևավորվել, ամենասիրուն քաղաքն է Ֆրանսիայի, Մարսելից 26 կիլոմետր հյուսիս, շշմելու քաղաք է, 3800 տարվա քաղաք է, որ գնաց տեսնես, 3800 առաջվա քարերը կտեսնես այդ քաղաքում, համալսարանական քաղաք է, քաղաքի ամբողջ բանը ուսանողություն է, ուրիշ ոչ բան։ Aix-en-Provence-ում բաց ուսանողությունից ոչ բան չկա։ Ուրեմն մենք ունենք Aix-en-Provence-ում հայկական միություն, որի քարտուղարի մի հատ հայ աղջիկ ամուսնացել էր մի հատ հրեա մարդու հետ։ Մարդը 4 տարվա ընթացքում իմ հետ ուսանողած ժամանակն է, ասում եմ, յուրաքանչյուր շաբաթ 2 հատ ժողովում ենք մենք, այդ իրավիճակի բերավ, որ հայկական միությունը դարձավ համաիսրայելյան ինչ-որ գծորդի կարգավիճակ բանանով և Երուսաղեմ այցելություններ բան անընդհատ Հիսուս Քրիստոսի գերեզման եւ այլն, ես մի անգամ ասեցի Հայաստան այցելության համար միությունը բան տողանի, որ գնանք Հայաստան, հայ ընկերներին ասեն, ինչու Հայաստան գնանք, Իսրայել պիտի գնանք, ասեցի հայկական միություն է անունը, հայկական միությունը նշանակում է Հայաստան մեր երկիր, ժողովուրդ, հայություն, հայ լեզու, բան եւ այլն, իրենք առաջին անգամ հայաստանական 98 թվական այդ միության անդամները, որը ես այդ միության անդամներից մեկն եմ հանդիսացել, բան, իսկ այդ ընթացքում այդտեղի բոլոր մարդկանց, բոլոր գավերը, մեկը գոշկագար էր շատ հայտնի, գոշի երկարում, հա, այդ գոշկագար բանը դարձավ բրենդ Ֆրանսիայում, լուրջ բրենդ, հա, կրբանեցին իրենց, հա, եւ մնացած բոլորը, Բերջանով ընկեր ունեի, ում հետ որ սովորում էինք, ռեստորանների ցանց ունի հիմա, այդտեղ Հարավում, Ավինյոն, Նիցապան, ուրեմն Բերջը դարձավ իրենց փեսա, այսպես ասած, եղբայրության փեսա է էլի Բերջը, մենք ես համար Նիցայում ենք, ծրի գերանք խմեցինք Բերջի աշվին, բայց որ այդտեղ գնացի դեսա Իսրայելի նկարները, ասի Արարատի մի հատ նկար դրել է այստեղ կոնե, իմանան հայես, ասես իրենք չեն ցանկանում, ավելի լավ էս էս տողնա, դի Բերջն ենք ասում, ասի լավ, ուրեմն եղբայրություն այդպես ուզում, այդպես ալ գլինի։ Հիմա սա սենց կարող եմ օրինակները բազմացնելով ցեզ պատմել, հա, այսպես։ Տարիներ անցավ ես Հայաստանից ելեմ գնացել Ֆրանսիա, ասեցի մի հատ այդ հասարանի ժողովրդին գտնեմ, էլի, Մովգով չի գա։ Սա լինում է 2004-5 թվականներին և հարցնում եմ, էդի որ դա բադ է այստեղ հեռուստադեսության այս ինչ բաժնի վարիչն է, իմ հասարանն է։ Էսի որտեղ է, էսի չգիտեմ արտգործ նախարարության, չգիտեմ բանի, չգիտեմ որտեղ է։ Լսի մի րոպե, էլի Ժերար ֆրանսացին ինչ անում, զանգեցի, Ժերար, որտեղ ես բան, լսի ասում եմ, ինչի հիմա ես աման եմ լվանում, Աբուշի նման 17-րդ Փարիզում, մի հատ արաբական ռեստորանում ասում է, ասկիցար Մագրեբից, Թունիզից, այդքան բան, մարդը խոհանոցում աման էր լվանում Ժերարը, Սորբոն ավարտած Ֆրանսացի, ծնված մեծացած Ֆրանսա և միջին Ֆրանսայից արիստոկրատ ընտանիքի շարավի։ Մարդը իր երկրում, դրանից 4-5 տարի առաջ Մագրեբ Թունիզից է Գազելջար բանունով մի հատ կուսկուս, Կիլավի դեր, գնացի դեսնելու, գերայալ, չտողեց, որ ես վճարեմ, մոնստ է եկել ես բան։ Դղան, էնես խեղջու դրակ վիճակի մեջ եմ նայեցի, զես դու ինչ տարա, ճիշտ քո նման աղան եմ լվանում, բայց Երևանում, տարբերություն չի գա այդտեղ։ Այդ հասարանում 26 հոգի հիմա որոշումներ կայացնող դեղերում են, իմ հասարանի մասին է։ Այդ իմ ժամանակաշրջանը, 82-90 չէ պատմեցի ձեզի։ Հիմա պատկերացրեք աշխարհում ինչքան հասարաններ կա, ինչքան սարգիստներ և ինչքան որոշում կայացնողներ։ Լեհաստան,
Չեխիա այդ որ սովորում էին, ետ գնացին այդտեղ։ Մեկը խորհրդարանի նախագահի տեղակալ եղավ, մեկը չգիտեմ ինչ եղավ, Սլովենիայում է մեկը հիմա Խորվաթիայում հյուրանոցային բիզնեսի Ադրիատիկ ծովում։ Սկանչերի մի հատ հնարավորություն ինձ մեյլ է գրել, բան, եթե հարկ լինի, ասում ես ես տրեմ, իմացի բան։ Այսպես։ Իրենք յուրաքանչյուր դեղում որտեղ որ են, եւ որ էսենց բան կա, չէ, մազունը որտում ես, որան էսենց սեր է, չէ, այդ սերը իրենք են հավաքում, էլ էսենց վերևի հատվածը։ Եվ իրենք դրա համար են, իրենք նպատակասլաց դա են անում, իրենք կորձ են անում, դա իրենց կորձն է։ Չէ, դա ոչ մի վատ բան չի կա։ Ինքը շախմատիստ է, շախմատ է խաղում, ուներ, դու ես խաղա, հասկացար, այդքան բան։ Մենք սդից շախմատիստ ենք, մենք սդից դզով կճող ենք, մենք սդից երկիչ ենք, սդից երկահան ենք, ամեն ինչ սդից մեր մոտ, ամեն ինչ ոչ ռեալ էլի, դա հող չի գա, հասկացար, միան ասա ինք իրեն գով, ուրիշ ոչ բան, զերո բան, հասկացար, հիմա, մի շաբաթ առաջ Ramush Agupyan'ın hem de üniversitesi haydiyle Haykenagist'ten spirkin avarı grubu spirkin avarı Ramush Agupyan. William Saroyan'ı dunu zahum Amerika'da Fresno'yu. William Saroyan'ı dunu mezebet hayriz. İnçü bir de o daringena. İsteriniz tu bakmına edi. Yeri var bir yere $1,000 ki tu nasıl söyle. İstes element tu Fresno. Zaten abi. Ben gitmez bir tane orada Maryland'i pam hangar çıtolem daringena. Hema. Դուք մի հատ մի րոպեի համար էլի, մի հատ երևակայական պատկերացրեք Իսրայելում, մի հատ նախարար ելնի ասես մի հատ բան ասի, չէ, կխփեն արա դրան, ձակ կանեն, իրա վերջին ելույթը կլինի։ Այսին մի հատ փոքրիկ հեռախոս հերիք է Ֆրեզնոյի, որևէ մարդուն, որ այդ տնման 15 հատուն իրեն գարնեն, մարդ չի իմանա դրա մասին, հասկացաք, մենք ես Աշճանի Խայդարագետ ռեսպուբլիկա, հասկացաք, մեր կարգավիճակը էս եղածը, ու Երբ որ եկա Հայաստան ու դեսա Հայաստանը ես, հասկացա այստեղ ինչ պետք է անել էլի, ուրեմն Իսրայել բեդության հիմնադրման արդի կա 3 հատ քիրք, որը մի քանի լեզվով ժամանակին դպակրվել էր եւ այդ քիրքերը հավաքվել աշխարհից, որովհետեւ այդտեղ այդ կոդավորման մասին բաներ է բացում իրենք, այսինքն այդ հիերարխիա, ինչպես պետք է գործի, ինչ անել եւ այլն, սա նախքան Իսրայել բեդության հիմնադրման ժամանակ եղածներն է Եվ չես գտնի դրան օրինակները, հիմա դրա մասին ես երկու հատ օրինակ կտամ, ու դուք հասկանաք, որ դա իրոք այդպես է, այս իմ պատմածներս իմ կյանքից, իմ դեսած, ապրած, այլ մաշկով սկսած բաներն եմ ես ձեզ ասում, չեմ ասում ինչ-որ քիրքում գարտացած բանը, ու այդ համագարկը, իրենց մոդի այդ համագարկը, այդքան է իդեալականացված, այդտեղ սխալի հավանականությանը 0.000 նվազագույն դեղ է թողում Քրեթե դեղ չի թողնված, որ իրենք շատ սուր են ընկալում, մաքսիմալիստ են ընկալում այդ բանը։ Կամ մենք, կամ ոչ ոք, ես կամ։ Ասում է, եթե ես չեմ լինելու, դու էլ չես լինելու։ Ասում ես քեզ միասին անդուտ կգլորեմ, այդ կամ բան։ Իրենք դրա որոշումը կայացրել են վաղուց եւ այդպես էլ ապրում են։ Այդ քիրքերից ես կգտնեի, խնդրեմ չկա, ես այդ համագարկին լավ ճանաչում։ Ասի մի օրինակ վերցնեմ, դանեմ Լևոն Տեր-Պետրոսյանն էստեղ էլի Հայաստան, Մարտունով քերագույն խորհրդի նախագահ էր ընդրվել, բան Դեր այդ ժամանակ նախագահական ընդրություններ չի գար, դեր ինքը նախագահ չէր, որ 91-ին որ ընդրություն եղավ առաջին, որ ինքը տեխնազույր եւ ստացվեց եւ իրոք շատ մեծ քվեներով անցավ Հայաստան Հանրապետության նախագահ դարձավ։ Ես դրանից քիրքը չճարեցի, բայց մի հատ քսերով ճարեցի եւ բերեցի եւ արձերն հանձնեցի Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ասեցի նայ, այստեղ մի հատ նորանգախ պետության է գնում այս ամբողջը, դեռ սովետական Հայաստանը, ես որ ասում եմ սովետական Հայաստանի ժամանակ։ Հրյա աման դեղ, հրյան հանում ես, դնում ես հայ, ըսպիրկա հայի դեղ, դնում ես իրենց այդ բաները, սապարադաշկարեջեները վրա որ կա, ուրեմն իրենց ըսպիրկը, այսքան բան, մեր ըսպիրկային ես դնում։ Իսրայել աման դեղ դնում ես Հայաստան, այս մեր երկիրը, դեռ Հայաստան չի կա, բայց կա սովետական Հայաստան։ Բայց իսա մեր պետականության բանն ախպեր ժան, ասլայա շուչը։ Ասա, այստեղ ինչ գրված է, արա, ոչ մի խնդիր չի լինի։ Շվեյցարացի ժամացույցը սարքել է դրա համար, միշտ աշխատում է, երբեք խնդիր չի անում, շվեյցարական ժամացույցը, մենք իշտան և, բայց դու գիտես, որ ժամացույց է, սա է պետությունը, այս իզմ թոզալ չեղավ, ես տեսել եմ այդ ամբողջը, որովհետև երբ որ ես ճանաչեցի Լեոնիդ Ազգալդյանին, որ ասում եմ, իմ հրամանատարին, ասա, ուր է սա, սա ռուզորի դարբերություն, սա հայի դեսակը սա է,
Սա է հայերը, մյուսները չեն։ Իրոք, եթե մենք կարողանանք այս տեսակը պահպանել Հայաստանում մեր ազգի համար, մեզնից լավը չեր լինի։ Ես դա կոնկրետ օրինակով եմ ասում, այդ Էրիկին ես զարմացնելու համար։ Ասեցի դու մեզ ձեր ես արում, չէ դենց Էրիկ, դու մարդագերդում գիտես, չէ իմ դեղս, ասում է գիտեմ, ես այդ ամբողջ ասում է, նախքան քեզ կանչել է, իմացել եմ դու որտեղ ես։ Ասում եմ մի հատ գկաս այդտեղ, ասում է գկամ այդտեղ։ Էրիկը եկավ, չէ, Իկարդեն զոհվել էր, որ Էրիկը եկել է Ղարաբաղ, ինքը չի գար, բայց կարևոր չէր, իր զինվորները գար։ Էրիկ եկավ անդար, հրաշք տեղ, այսինքն եթե գա այս աշխարհի վրա տրախտ կոչված դեղը, այդ այդտեղ է 86 հոգի, ուրիշ մարդ չի գա, մեր խումբը, այսինքն մարդու խումբը։ Դու պատկերացրեք այդտեղ, ես որ պատմում եմ 92, 93, 94 պատերազմի տարիներ էլի, Հայաստանում ջուր չկար, գազ չկար, այսին չկար, ամեն օր մենք երկու անգամ դուշ էինք ընդունում, այդտեղ 16-ով դուշ էր սարքած, անդարի մեջ, շլամներով բերած, մի հատ նասոս, այդ սարսանգի ճրամբարից է գալիս ջուրը։ Ուրեմն անընդհատ դակ ջուր այդտեղ կա, օրը երկու անգամ պիտի փոխվեին յուրաքանչյուր զինվոր։ Ուրեմն ադամները լրիվ երկու անգամ, երեք անգամ խոզանակված, լրիվ տրաշված, մի հատ մորուքով մարդ չի գա, մի հատ, կերպ մեկ հատ չի գա, երբեք չի կարող լինի։ Ուրեմն էլիտ մի հատ համագարկ զինվորական էլի, որը 12 ժամ զինավարժություններ, ծխել չի գա, խմել չի գա, մի անբարոյական դաստիարակություն, հայոց պատմություն, քաղաքապարապմունքներ, մեր ֆիդայական շարժումը, որտեղ մենք սխալվեցինք, հիմա ինչու պետք չէ սխալվել, մենք եթե սխալվենք, ինչ կլինի այս խաղաղ բնակչությանը եւ այլն այս։ Այս ամբողջ էս մարդու տրվածն է, լրիվ։ Ռազմական ակադեմիայում չես կրես։ Մենակ այս մարդը արել է։ Դրա վրա հասան մենք, մերը միայն սպիրկայի լինելու հանգամանքը տեխնիկաներ Էլիզաբեթ Թերեշիկի հայմակտը պարվյուս, ես ինգերս պերավ, ես ավելի 24-ին այստեղ եկող, դիգեկավ ուղտը ռևոլյուցիոն։ 1917 թվականի Լենինի հետ հոկտեմբերյան հեղափոխության մութ ծալքել, վարակուրի հետևում ինչ որ եղել է լրիվ։ Մարտը Ալեքսանդր Պարվուսը, Իսրայել Հելֆանդ Լազարևիչ, հրյա, ուրեմն լինելով Պրուսիայի, Գերմանիայի ագենտ, ֆինանսավորում ամբողջ հեղափոխության նախապատրաստությունը, ծայրից ծայր։ Ամեն ինչ պատմված է, բազմով գերմանացի, Ավստրիայում հայտնի, հեղինակ, համալսարանում տասախոս, սա չգիտեմ քանի երրորդ բաներ, եւ բոլոր լեզուներով թարգմանված գա, հասկացար։ Եվ այստեղ գա հայերի թերակատարումը մեջ, ես այս տեղերը մեջ դրել եմ, որ հենց այդ հատվածները ինչ անորանում բանարվել, թարգմանվի կոնե հայերեն ես բանը։ Այսինքն, մարդիկ ոնց են աշխատել, նայում ես, սիոնիզմ արդեն գա, Ռուսաստանում ցարին դաբալելու ծրագիրը իրագործումն է։ 8 հատ մարդ է արել, միայն եկակ այս 8 մարդ դաբալել է, 4.5 տարում։ Ինչպես, ընտրել այստեղ, պատմում է ինչպես։ Կարդում ես, ես կլուտ պրնում ես, շշմած ես, չգիտես ինչ անի։ Հասկացար, երեվ։ Սա, ասում է, ձախու առնված ռևոլյուցիոն։ Էլիզաբեթ Հերեշը կրել է Ալեքսանդր Պարվուսի կյանքի մասին է, սա։ Այդ մարդու բացահայտումն է, լրիվ։ Այս մարդը, նույն այդ իտալականներին ֆինանսավորող մարդն է, նույն մարդն է։ Իտալին են ֆինանսավորել, և ֆինանսավորել են Լենինը, հասկացար, մարդիկ, ուրեմն մի կարով երկու թռչունակ, երկու գայսրություն խորդագել են և իրենց ուզածին ասել են։ Մենք շահի ագնկալումը, եթե չտրինք մեր միջև փոխհարաբերությունների, հենց գիզագետում, երբևէ չենք կարող համագարկ ստեղծել։ Մենք պիտի շահ ունենանք շահ։ Մեր լավագույն միտքը դարվել է Նեգեև, աշխարհում Իսրայել, ուղեղը։ Մնացած ուղեղը դարել են գերմանացիները, Հասմիկը ինքնից կիբերնետիկ է, վունդերքինդ է։ Ուրեմն Հասմիկի բոլոր ընկերները Գերմանիայում աշխատում են մի ֆիզիկայի ոլորտում, այստեղ ֆիզիկայի ինստիտուտի աշխատող տղաները եւ աղջիկները 17 հոգի ստանում են 15800 եվրո ամիսը։ Շկեր պայմաններում Համբուրգ, ես ամառը իրենց մոտ եմ եղել, տեսել եմ, այստեղ իրենք ստանում էին 18000 դրամ ֆիզիկայի ինստիտուտում, գնում էին գալիս էին, գերմանացին տեսավ արա, սրանք ուղեղ են, բայց խեղճ։ Ես կդանեմ սրանց իմ համար կաշխատցնեմ, գերմանացին դարավ և պրիա դարավ։
Հայաստանից ամբողջ գիտական պոտենցիալը գնացել է երկու տեղ, չի գնացել ուրիշ տեղ, հավատացեք։ Գնացել է Գերմանիա եւ գնացել է Իսրայել։ Հա, այս էներգրամով ապրող երկու բերություն են աշխարհում։ Իրենք ուրեմն շատ լավ գիտեն մարդուն որտեղ դնել եւ դրանից ինչ ստանալ, հասկացար այդ կամ բան։ Ու այդ մարդը դալիս է դա։ Մենք ունեինք 54-56 հատ ակադեմիկոս, որոնք կիսասոված վիճակով ակադեմիայի մեր ակադեմիկոսներ են իհետիստրան։ Այստեղ Ֆրանկ Միլլերի ժամացույցներ կան։ Ֆրանկ Միլլերի ժամացույցները դեռ իմ ինգերս են, մոդիկ, Բոլսայի դղայ է, Բարտան։ Ու մի հատ ժամացույցի փողը հերիք է, որ այդ բոլոր ակադեմիկոսներին աշխատավարձ վճարվի, ակադեմիայում։ Ասում եմ, լսի, աշխարհով այսքան ակադեմիկոս մի երկրում չկա, էլի հասկանում ես, Ամերիկայում չկա, Գերմանիայում չկա, Ֆրանսիայում չկա, Վարտան, մի հատ, որ ժամացույց ծախում ես այ ամասում, դրա փողով այս մարդիկ գաբրեն, գիտություն կզարկանա եւ այլն, ինչու չես անում։ Ուզում եմ հասկանալ, էլի, ինչ է մտածում, որ չի անում։ Ամեն օր դրանց գերածը, որ եսօրին ուտում են։ Այսինքն այդ 100 ակադեմիկոսի աշխատավարձը կհանը, հասկացա՞ք, ոչ մի բան։ Զերո բանով։ Ուրեմն Ֆրանկ Միլլեր ընկերության տարեկան շրջանառությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 14.5 անգամ ավելին է։ Մի հատ ֆիրմայի հայկական, որ Բոլսայի մի հատ տղա է, ասես Վարտան առանց տարածքարի անունքը չի կարող։ Հասկացա՞ք։ Սա օրինակ։ Այսինքն դες քանի հատ Վարտան աշխարհում, Վարտաններ։ Արամ Հեքիմյան անունով մի հատ տղա կա, Բոլսահայ, 28 տարեկան։ Այսօր սրա մեջ մի հատ փչիչ կա, փչիչ որտեղ։ Դրա հեղինակն է։ Աշխարհում հիմա ինչքան փչիչ կա, Արամ Հեքիմյանն է գնում փողերը։ Այս տղան ինժեներ սովորելու համար է Բոլիսից եկել, Փարիզ, էսի գտել է, հիմա Wave.com մի հատ երթմակեր կոմպանիաց դնգալ է իրեն։ Մեկ անգամ Հայաստան չի եկել։ Մեկ անգամ։ Այդքան ազգային տղա է, հիանալի։ Ես ճանաչեցի զարմացա, չէի ճանաչում այս տղային, հա։ Ֆրանսիացիները ամիջապես ծափկել են որան։ Այդ տղային ասում եմ, լսի արա։ Բանի ժամանակ խոսում ենք, այսպես։ Ծանոթության ժամանակ։ Ասում եմ, լսի, քեզ այս մի հատ բան եմ խնդրում էլի։ Դրա արդատրում եմ մի հատ փոքրիկ ատելյե էլի, այստեղ Ապովյանում մենք Սիրիուս գործարան ենք ունեցել էլի, հա։ Որ տնես աշխատել, հասկանում ես։ Մեր ամբողջ այդ գիտական պոտենցիալը մարդիկ, հա, արժանապատիվ կապրեն նորմալ աշխատավարձով։ Քո երկրին օգուտ կդաս էլի, Սարգիս ասում եմ, ումից լսում եմ Հայաստան, չեմ էլ ուզում քալ տեսնել, միայն վատն եմ լսում այդ։ Ես ամբողջը ես ինչ որ պատմեցի, համագարկի չկոյության մասին համայնա չի pedagogan լինի այդ համագարկը, ոչ pedagogan կարող է լինի։